Դարձել եմ Եվրաքվեի վկա, բարև ձեզ։ Գյումրիում ավականուն ընտրություններն են մոտենում ու Եվրաքվեի նախաձեռնող ուժերը դաշինքով որոշել են մասնակցել։ Շատ լավ է։ Ինձ հույս տամ, որ նախորդ դրվագներում իմ միավորվեք կոչը զուր չէր, բայց իհարկե սա զուգադիպություն է։ Ինչևէ, կարևորն այն է, որ առողջ ուժերը իրենք ժողովրդավարական են համարում ուժեր, ես առողջ ուժեր եմ անվանում, որոշել են խաղի մեջ մտնել։ Բայց ինչպես բոլոր նախագծերում միայն միավորվելն ու ստարտ տալը բավական չէ հաջողության համար։ Անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն։ Եվրամիության անդամակցության խոստումներով քարոզարշավն անելն այստեղ չի աշխատելու, սա համապետական մակարդակի օրակարգ է։ Մինչդեռ Գյումրիում մարդիկ սպասում են այլ լուծումների։ Իսկ որոնք են դրանք եւ ինչ պետք է անել հաջողության հասնելու համար։ Հիմա դիտարկենք այս ընտրարշավը նախագծերի կառավարման տեսանկյունից։ Նախ պետք է հասկանալ արդյունավետ ընտրարշավի եւ կառավարման հիմնական սկզբունքը։ Քաղաքացիներին հետաքրքրում են ոչ թե խնդրի նկարագրությունը, այլ լուծումները։ Որոշները կասեն Գյումրիում պետք է ասֆալտ նորոգել, կոյուղի փոխել, քաղաքը լուսավորել, հիանալի է, բայց այդ ամենը կարող են խոստանալ բոլորը, այդ թվում նախկին ու ներկա իշխանությունները։ Ասֆալտի հարցում իհարկե միանշանակ կպարտվեն գործող իշխանությանը եւ կլինեն նույն մակարդակում նախկին իշխանությունների հետ, որտեղ նրանք էլ իհարկե հասկանում եք տարբեր պատճառներով ոչինչ չեն արել այդ ուղղությամբ, սրանք լրիվ նոր ուժ են, ոչինչ չեն արել, նախկինը գիտենք։ Եկեք հասկանանք ինչու են այս խնդիրները մինչև հիմա չլուծված։ Դրա համար կիրառում ենք պատճառահետևանքային վերլուծության մեթոդը։ Հիմնական խոչընդոտները հետևյալն են. դրամաշնորհների ու ներդրումների գրավման պակաս, քաղաքային բյուջեի ցածր արդյունավետություն եւ ԵՄ մոդելներով կառավարման բացակայություն։ Այսինքն խնդիրը փողոց ասֆալտելու մեջ չէ, այլ ֆինանսների կառավարման, ծրագրերի պլանավորման եւ միջազգային լավագույն փորձի կիրառման մեջ։ Գիտեք, որ Գյումրին կարող է դառնալ ԵՄ քաղաքային կառավարման մոդելի փորձադաշտը Հայաստանում։ Փորձադաշտը շատ լավ բառ է։ Իրական փորձ ենք։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներ վերափոխվել են տարածքային կառավարման նախագծերի շնորհիվ։ Օրինակները շատ են։ Ֆինլանդական էսպոն կանաչ տնտեսության եւ թվային կառավարման շնորհիվ։ Ռումինական կլուժ նապոկան, իբրև տեխնոլոգիական կենտրոն, իբրև ներդրումային միջավայր։ Սլովենական Լյուբլիանան, բարձր կենսամակարդակ, туриզմի զարգացում։ Շատ են։ Ինչպես դա կիրառել Գյումրիին։ Քաղաքային բյուջեի թափանցիկ կառավարում ԵՄ ստանդարտներով, տրանսպորտային նոր համակարգ, ապակենտրոնացված երթևեկություն, туриզմի խթանում, Գյումրին որպես մշակութային կենտրոն վերջիվերջո, աշխատատեղերի ստեղծում եվրոպական դրամաշնորհներով, սրա մասին առանձին էլի կասեմ։ Պետք է առաջարկել ԵՄ ստանդարտներով քաղաքի կառավարում, ենթակառուցվածքներ, տրանսպորտ, զբոսաշրջություն, առողջապահություն, տնտեսություն, կրթություն, ապրելու ներդրումների համար ներքին եւ արտաքին, զարգացման համար հրապուրիչ վայր, պետության հետ համագործակցության եզրեր։ Այս ամենը հնարավոր է, եթե նախընտրական քարոզարշավը կառուցվի որպես նախագիծ, ոչ թե խոստումների շարք, կենացների շարք։ Նախընտրական քարոզարշավը պարզապես խոստումներ տալու գործընթաց չէ։ Այն agile, այսինքն ճկուն project management է։ Ինչպես աշխատել այդ մոտեցմամբ։ Բաժանում ենք սպրինտների։ Սպրինտ առաջին երկու շաբաթը քաղաքի հիմնախնդիրների ախտորոշում։ Սպրինտ 2 հաջորդ երկու շաբաթները։ Ընտրողների ներգրավում, համայնքային հանդիպումներ։ Եվ սպրինտ 3 շատ պետք չի։ Քվեարկությունից 1 շաբաթ առաջ գործնական ծրագրի ներկայացում։ Տեղական կառավարումը պետք է կառուցվի Kanban սկզբունքով։ Միշտ ունենալ backlog, սահմանել high priority ու low priority, տղես համաձայնը։ Ունենալ իրականացման հստակ ժամկետներ։ Եթե Եվրաքվեի ուժերը ճիշտ նախընտրական քարոզարշավ անցկացնեն, ապա հաջողության հասնելու մեծ շանս կա։ Դիտարկում եմ միայն best case-ը, հաղթանակ ու մեծամասնություն ավականիում։ Ու ապագա ընտրություններում լավագույն մոդելի կիրառումը մյուս քաղաքներում։ Եթե հետաքրքիր է ձեզ, թե ինչպես աշխատել որպես արդյունավետ ընդդիմություն, եթե հաղթանակ չլինի հանկարծ այս անգամ, գրեք մեկնաբանություններում, պատրաստ եմ սիրով առանձին դրվագում անդրադառնալ այդ թեմային։ Այս ամենը տեսական քննարկում չէ, սա նախագծերի կառավարում է, կիրառելի քաղաքականության մեջ։ Կարևոր, ես վարչապետ չեմ կարող եւ չեմ էլ ուզում դառնալ, ես նախագծերի կառավարիչ եմ։ Գուցե նախագծերի կառավարման իմ
պատկերացումները օգտակար լինեն ձեզ։ Պետություն կառավարելը ոչ թե խոստումներ տալն է, այլ թիմ կառուցել, պլանավորել, գնահատել ռիսկերը ու գնալ դեպի արդյունք։ Եթե համաձայն եք, լայք դրեք, բաժանորդագրվեք ու կիսեք այս հոլովակը։ Մինչ նոր հանդիպում եւ մի մոռացեք, Հայաստանի Հանրապետությունը նախագիծ է, որը մենք պետք է ճիշտ կառավարենք։ Խոսելով Եվրամիության իմ իսկ բարձրացած դրամաշնորհներ ներգրավելու հարցի մասին եւ վերջնականապես փակելու 88-ի ավերիչ երկրաշարժի հետևանքներն ու վերացնելու աղետի գոտի խարանը մեր վրայից, չեն կարող չուսումնասիրել դրանց պատճառահետևանքային արմատները։ Մենք հեշտ ենք ասում, թող տան, նախ այդ գումարները ձևավորվում են ամեն եվրոպացու գրպանից մուծած հարկերից։ Նրանց կառավարություններն հաշվետու են յուրաքանչյուր սենթի համար։ Հետո ինչ է նշանակում թող տան։ Մի 6 տարի առաջ հերթական դրամահավաք մարաթոնից հետո Facebook-ում գրառում էի արել։ Հիմա ձեր թույլտվությամբ ձեզ համար ընթերցեմ փոքր ինչ արդիականացված տարբերակը։ Դեմ եմ բարեգործությանը, մեծագույն ակնածանք եմ տածում անգամ մեկ լումասեփական գրպանից պոկած ու բարի գործի նվիրաբերած ցանկացած մարդու մղումի նկատմամբ, բայց դեմ եմ, չեմ ընդունում բարեգործությունը, որը վերածվում է մշտական մուրացկանության, համապատասխան հոգեբանություն ձևավորում եւ դառնում ավելի մեծ պատուհաս։ Արհավիրքների ժամանակ կարող եմ հասկանալ, բայց տասնամյակներ շարունակ աղետի գոտի մանուկների ու մեծերի անբուժելի հիվանդություններ, անհաղթահարելի աղքատություն ունենալը զրկում է մեզ ամենախելացի մարդասեր ու քրիստոնյա կոչվելու իրավունքից ու արմատավորում բազմաչարչար ազգի գարշելի պիտակը։ Ողջամիտ ու գթասիրտ մարդկանց մեծ թիվն ուզես թե ոչ կձևավորի նույնաբովանդակ հանրություն, որը կսկսի մտածել ոչ թե ձեռքը խնդրանքով մեկնելու կամ կարիքավորին օգնություն աղերսել պարտադրելու մասին, այլ պայմաններ ստեղծելու։ Հետևաբար մեզ անհրաժեշտ են ծրագրեր, օրենքներ, դրանց կյանքի կոչելու կամք եւ ունակություն։ Ու այս գիտակցումից ոչ թե կուրորեն զայրանալու, այլ ինքնակննադատության ու ինքնավերլուծության ենթարկվելու համար անհրաժեշտ է մշակույթ։ Այսպիսով, զարզանդում եմ աղքատի հոգեբանությունից։ Պետք է գործով ու ձեռքբերումներով համապատասխանել խելացի ազգի մարդասեր ու քրիստոնյա արժեքներ կրողներ լինելուն։ Ունակ չլինեինք, սիրտս չէր ցավի։ Քանի տարի այս մարաթոնը գործում է, այնքան տարի ամոթի զգացումը խորանում է։ Մշակույթը անհրաժեշտ է մնացորդակցորդային կարգավիճակից դարձնել թիվ 1 պետական եւ ազգային նշանակության ոլորտ։ Հայտնի ձկան ու կարթի օրինակով։ Եվ մենք պարտավոր ենք տկարությունից վերափոխվելու հրապուրիչ համայնքի։ Իսկ բոլոր նրանց, ով կասի, ինչ ես հիմա էլ քիթդ խոթում Գյումրիի հարցերի մեջ, կասեմ, որ լինելով երևանցի իմն եմ համարում եւ Մեղրին, եւ Վանաձորը, Թալինը, Շուշին եւ Արտաշատը, եւ թե առավելապես Գյումրին, քանի որ մեծ պապս Կարսից Գյումրիով է փրկվել մտել Արևելյան Հայաստան։ Այդ մասին եւ ոչ միայն գրքումս գրել եմ, ում հետաքրքիր է եւ պատրաստ է 3 եվրո ծախսել, կարող եք կարդալ, հղումը նյութի տակ է։ Իսկ 88-ին երկրաշարժից հետո մի ջահել 35 տարեկան իրավաբան հազարավոր այլ մարդկանց պես գնում է Գյումրի կամավոր փլատակներից մարդկանց դուրս բերելու։ Աֆղան անցնելուց հետո տենց չէր քանդվել հոգին ու մարմինը, ոնց Գյումրիում տեսած ապրածի պատճառով։ Հիվանդանալուց հետո, երբ 2 տարի տանջվելով մեռավ, անտեր թողնելով ջահել կնոջն ու միթիկա աղջկան ու տղան, որ ես հետո գամ ընկնեմ ձեր ջանին։